Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող։ Պատասխանեցի եւ ասացի. ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել եւ մեր գլխին վարդապետ ես դարձել եւ նրան դուրս հանեցին։ Հիսուս լսեց, թե նրան դուրս են հանել եւ երբ նրան գտավ, ասաց. դու Աստծո որդուն հավատում ես։ Նա պատասխան տվեց եւ ասաց. Տեր, ով է, որ նրան հավատամ։ Հիսուս նրան ասաց. եւ տեսավ նրան, եւ նա ով խոսում է քեզ հետ։ Եվ նա ասաց. հավատում եմ Տեր, եւ երկրպագեց նրան։ Իցնե կույրի բժշկության հատվածն է Հովհաննես ավետարանի 9-րդ գլխից։ Այս հատվածը բազմաթիվ անգամներ կարդացել ենք եւ այս մասին խոսել ենք։ Այսօր անկյան տոների մեջ են գտնվում Քրիստոս հարյավ ի մեղելով։ Ուրեմն ասում է, երբ տեսան իծնե կույրին, հարց տվեցին աշակերտները, ասացին. ինչու է սա կույր ծնվել, ում մեղքով է կույր ծնվել, ծնողների թե իր մեղքով։ Մարդկությունը կուրացավ այն օրը, երբ որ մեղք գործեց։ Երբ որ դրախտից վտարվեց, մարդկությունը կուրացավ։ Ինչ ասել է կուրացավ։ Այսինքն իր հոգևոր տեսողությունը խավարեց։ Սկսեց այլևս հոգևոր իրողություններ չտեսնել, սկսեց այլևս Աստծուն չտեսնել։ Մինչ այդ Աստծուն տեսնում էր եւ Աստծու հետ խոսում էր եւ Աստծու հետ հարաբերվում էր դրա։ Ուրեմն մեղքը պատճառ դարձավ մեր հոգևոր կուրության։ Եվ աշակերտներ, որ հարցնում էին, հենց այդպես չէին հարցնում այդ բանը, գիտեին, որ կուրությունը, հիվանդությունը մեղքի հետևանք է։ Եթե մեղք չլիներ աշխարհի մեջ, որևէ հիվանդություն չէր լինի, նաև կուրություն չէր լինի աշխարհի մեջ։ Դրա համար աշակերտները հարցնում էին, ասում էին, իր մեղքն է պատճառը իր կուրության, թե իր ծնողների մեղքն է պատճառը իր կուրության։ Եվ Հիսուսն ասաց, ոչ իր մեղքն է, ոչ էլ ծնողների, այլ դրա վրա Աստծո գործերը պիտի երևան։ Աստված պիտի փառավորվի դրա միջոցով։ Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի Աստված փառավորվի։ Ինչպես փառավորվի, որպեսզի բացի մեր ուրացած աչքերը եւ մենք տեսնենք Աստծուն, տեսնենք Աստծո որդուն եւ փառավորենք Օրը, որդուն եւ Սուրբ Հոգուն, որովհետեւ մինչեւ այդ բռնված էին կուրությամբ եւ չէին տեսնում այդ ամենը։ Եվ Քրիստոսն ասում է, քանի լույս է աշխարհում, պիտի գործել, հետո խավար կլինի, այլևս գործել չի լինի։ Կարևոր բան է սա։ Մենք հետո չենք կարող գործել, մենք կարող ենք գործել, քանի դեռ այս աշխարհի մեջ կյանք ունենք։ Հենց մահվան խավարը պատեց մեզ, այլևս ոչինչ չենք կարող անել, ոչինչ չենք կարող փոխել։ Հիմա է ժամանակը գործելու, հիմա է ժամանակը զղջալու, հիմա է ժամանակը Աստված փնտրելու, բայց ցավոք սրտի շատերս մտածում ենք հետևյալ կերպ։ Հիմա քանի դեռ մենք ուժ ունենք, կարողություն ունենք, երիտասարդ ենք, հնարավորություն ունենք, այս աշխարհի մեջ մեր գործերը դասավորենք։ Հետո, երբ որ այդ գործերը դասավորել կվերջացնենք, մի օր նաև այդ հոգևորը կփնտրենք, մի օր նաև Աստծուն կփնտրենք, մի օր նաև կփորձենք Աստծո ճանաչել եւ Աստծո կամքով ապրել։ Չի լինում այդպես, չի լինում այդպես, որտեվ Աստված ասում է հիմա է ժամանակը, հետո արդեն մութ կլինի, հետո արդեն անհնարին կլինի։ Երբ որ օրվա մեջ
դու քո գործերով, քո հոգսերով ես զբաղված, թողնելով Աստված պաշտությունը գործերից հետո անելու, երբ որ քո բոլոր գործերը վերջացնում ես եւ ուզում ես աղոթել կամ սուրբ գիրք կարդալ կամ Աստծո հետ լինել, ասում է, որ չես կարող, որտեղ հոգնել ես եւ ննջում ես, աչքերդ փակվում են։ Էլ ուժ չունես։ Բայց Աստված մեզ ուժ, կարողություն, շնորհներ, հնարավորություններ է տվել իրեն գտնելու համար, իրեն ծառայելու համար, իր կամքը կատարելու համար, բայց մենք այդ ամեն ինչը ուղղում ենք ուրիշ տեղ, ասում ենք վերջում, եթե ամեն ինչ կանենք կվերջացնենք, եթե մի բան էլ մնաց, այն էլ Աստծուն կտանք։ Չի լինի այդպես։ Ասում ենք, քանի դեռ լույս է գործի, որովհետև խավարը կգա եւ այլևս գործել չես կարող։ Մահվանից հետո էլ մեր մեղաները չեն օգնի մեզ, էլ մեր զղջումները անօգուտ կլինեն։ Այս կյանքն է ժամանակը մեղասելու, այս կյանքն է ժամանակը զղջալու, այս կյանքն է ժամանակը ապաշխարելու։ Քրիստոսն ասեց, ես եմ լույսը աշխարհի։ Մենք լույս ենք մնում աշխարհի մեջ, բայց մեկ լույս կա աշխարհի մեջ, Քրիստոսը։ Եվ ասում է, եթե ինձ գաք, խավարի մեջ չեք մնա։ Խավարի մեջ նստած ժողովրդին ասում է, լույս ծագեց, Մարգարեն է ասում։ Եվ այդ լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Լույսը աշխարհ եկավ, ասում է Հովհաննես Ավետարանչը, սակայն մարդիկ խավարը ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Եթե խավարը սիրում ես այս աշխարհի մեջ, դեպի լույսը չես գալիս, հավիտենականություն դել պիտի խավարի մեջ անցնի, ոչ թե լույսի մեջ։ Բայց մենք ինչ ենք մաղթում անմիջանների համար, ասում ենք թող Աստված հոգին լուսավորի, թող Աստված հավիտենական լույսերի մեջ բնակեցնի այս ննջեցյալին։ Եթե ննջեցյալը կամ մեզանից որևէ մեկը այս աշխարհի մեջ լույսը թողած խավարն է փնտրում, ո՞նց պիտի հավիտենականության մեջ լույսի մեջ բնակվի, ո՞նց պիտի Աստված իրեն հավիտենական լույսով լուսավորի։ Ուրեմն Քրիստոսն ասում է, ես եմ լույսն աշխարհի։ Եվ ինչ արեց, ասում է, թքեց հողի վրա, ցեխ արեց, կավ արեց, դրեց ուրեմն աչքերի վրա կույրի եւ ասեց գնա Սիլովամի ավազանում լվացվի։ Եվ ասում է կույրը գնաց լվացվի։ Եկավ եւ տեսնում էր։ Աչքերը բացվեցին։ Այս կավը ծեփելը, լվացվելը ինձ մոտ զգացումներ արթնացրին։ Ինչ զգացում։ Ասում է Աստված մարդու հողից գետնի երկրի հողից շինեց մարդու։ Կավից շինեց մարդու։ Մարդու մարմինը կավից է։ Եվ հետո Աստված ասում է մեզ կենդանացնում է, երբ որ մենք մկրտության ավազանում լվացվում ենք։ Եվ մեզ մարմնավոր վիճակից հոգևոր վիճակի է փոխում, որովհետև մկրտությունը մեր հոգևոր ծնունդն է։ Այս կույրին կարծես թե Աստված հոգևոր ծնունդ շնորհել։ Նա ինչպես Ադամին էր արարել, կավով ծեփեց, հետո ասեց լվացվիր։ Գրաբար բառը մկրտել նշանակում է լվանալ։ Գրաբարում երբ պիտի ասեն լվացվիր, ասում էին մկրտվիր։ Ձեռքերդ լվա, ասում էին ձեռքերդ մկրտվիր, հագուստդ մկրտվիր։ Եվ ասում է գնա լվացվիր,
եւ ասում է, երբ որ լվացվեց, երբ որ մենք մկրտության ավազանով լվացվում ենք, Աստծո շնորհի ենք արժանանում։ Եվ Աստված մեզ հոգևոր տեսողություն է շնորհում, որովհետեւ մենք ոչ միայն այս աշխարհի նյութական արտաքին իրողությունները տեսնենք, այլ այդ ամեն ինչից անդին տեսնենք ճշմարտությունը։ Տեսնենք հոգևոր իրողությունները, հոգևոր աշխարհը։ Որտեղ շատ հաճախ մենք մեր դատողությունները անում ենք մեր ֆիզիկական, մարմնավոր տեսողության շրջանակի մեջ։ Դրա համար Քրիստոսն ասաց, աչքի տեսածով մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Աչքի տեսածը ընդամենը այն է, ինչ որ մենք կարող ենք ընդգրկել մեր ֆիզիկական տեսողության շրջանակի մեջ, կամ արտաքին երևույթները մենք աչքով կարող ենք տեսնել։ Բայց ներքին էությունը իրերի, պարագաների, երևույթների, եղելությունների աշխարհի միայն հոգևոր տեսողությամբ մարդ կարող է տեսնել։ Դրա համար Գրիգոր Տաթևացին ասում է բնական, բանական միտք եւ ասում է շնորհական միտք։ Բանական, բնականը այն է, ինչ որ մենք ունենք, բնությունից տրված է մեզ։ Շնորհականը այն է, որ Աստված է տալիս, Աստված որ բացում է մարդու մեջ, որ մարդը, ասում է, մարդը իր բնական, բանական կարողություններով չի կարող ճանաչել հոգևոր իրողությունները, եթե Աստված չբացի, եթե Աստված չտա, եթե Աստված այդ կուրությունը հոգևոր չվերացնի։ Եվ ասում ես կույրի աչքերը բացեց։ Եվ ինչ սկսվեց դրանից հետո։ Մարդիկ սկսեցին այդ կույրին հարց ու փորձ անել։ Դու ես, դու չես, ոնց եղավ, ինչ եղավ, ինչպես բացվեցին քո աչքերը։ Եվ շատ կարևոր է այս կույրի դիրքը։ Ինքը անկեղծորեն խոստովանում է, դավանում է Քրիստոսին։ Թերևս դեռ ամբողջովին չէր ճանաչում, որովհետև երբ հրեաները իրեն հարցրեցին, ասեցին, քո կարծիքով ով է այդ մարդը, ասեց, ես կարծում եմ մարգարե է ինքը։ Այսինքն մարգարե ինչ է նշանակում, Աստծո կողմից ուղարկված, առաքված մեկը, որ Աստծո կամքն է կատարում։ Եվ կույրը համարձակ ասում էր ես եմ։ Եվ ասում էր, թե ինչպես բացեց, այսինքն ասում էր, որ կավ սարքեց, աչքերս ծեփեց, ասեց լվացվի եւ բացվեց։ Չէր թաքցնում, չէր վախենում խոստովանել Քրիստոսին։ Որտեղ ավետարանն ասում է, ով ինձ խոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կխոստովանեմ երկնքի հրեշտակների առաջ։ Ով մարդկանց առաջ ինձ ուրանա, նա էլ պիտի ուրացվի երկնում։ Ի հակադրություն այս կույրին ծնողները վախեցան։ Ծնողները մարդկանցից վախեցան, երբ կույրի ծնողներին կանչեցին, ասեցին, սա ձեր որդին է, կույրեր իսկապես, ինչպես աչքերը բացվեցին։ Ավետարանն ասում ծնողներն ասացին, այո, մեր որդին է, կույր է, հիմա տեսնում, բայց չգիտեմ ոնց է տեսնում, իրեն հարցրել։ Ավետարանն ասում վախեցան հրեաների ահից, որովհետև հրեաները ասել էին, ով որ Հիսուսին Քրիստոս կխոստովանի, դուրս կնետվի ժողովարանից։ Մինչդեռ կույրը չվախեցավ եւ համարձակ էր ասում։ Եվ հրեաները մի բան էին ասում։ Իհարկե դրանով իրենք ուզում էին մերժել Քրիստոսի օրհնելը, բայց մի տեսակ հաստատում էին։ Ինչ էին ասում։ Ասում էին այդ մարդը Աստծուց չի։ Եթե ինքը Աստծուց լիներ, այդ հրաշք գործողը, շաբաթը կպահեր, որտեղ շաբաթ օրն է կույրի աչքերը բացել։ Իրենք ճիշտ էին ասում, իրանց ասացի մեջ ճշմարտություն կար եւ նաեւ սուտ կար, չիմանալիք կար։ Ինչն էր ճշմարտությունը։
այո, ասում են, այդ մարդը Աստծուց չի, այո, ինքը Աստծուց չէ, ինքը Աստված էր։ Մի բան է Աստծուց լինելը, մարդ լինելը, մի բան է Աստված լինելը։ Հիսուսը, որ Քրիստոսն էր, ինքը Աստծուց չէ, ինքը Աստված էր։ Նիկոդեմոսը երբ Հիսուսի մոտ եկավ, ինքը ասեց, ես գիտեմ, որ դու Աստծուց ես։ Ինքն էլ լավ չգիտեր։ Չէր հասկանում, որ սա Աստծուց չի, ինքը Աստված է։ Ասում է, ես գիտեմ, որ դու Աստծուց ես, որովհետև այն գործերը, որ դու ես անում, մարդը չի կարող անել, եթե Աստծուց չլինի։ Աստծուց եկավ չունի, Աստված չունի։ Հիմա այս հրեաներն էլ են ասում էին այդ մարդը Աստծուց չի։ Բայց իրենք հակառակ իմաստով են ասում, որ ինքը Աստծուն հակառակ է։ Դրա համար էին ասում Աստծուց չի, որովհետև շաբաթը չի պահում։ Բայց իրականի մեջ, այո, Քրիստոսը Աստծուց էր, ինքը Աստված էր, եւ շաբաթի օրենք տվողը ինքն է, որը տվել է ոչ թե Աստծու համար, այլ մարդու համար։ Եվ Աստված շաբաթը դրել էր մարդու փրկության համար։ Մարդու համար ինչ-ինչ արգելքներ էր դրել շաբաթվա մեջ, որպեսզի մարդը փրկվի, եւ հիմա ինքը մարդ էր փրկում։ Իրեն չէր վերաբերվում շաբաթը կավ չշինելու կամ ինչ-որ մի գործողություն անելու արգելքը։ Շաբաթը հաստատվել է մարդ Արարածի փրկության համար։ Մարդը պիտի չգործեր, իր փրկությամբ պիտի զբաղվեր, բայց Աստված գործում է, որպեսզի մարդուն փրկի։ Շաբաթվա օրենքը մարդու համար էր տրված։ Աստված շաբաթ նշանակում էր հանգիստ։ Աստված շաբաթի կարիքը չունի։ Աստված միշտ գործում է մեր փրկության համար։ Եվ հրեաները ուզում էին Քրիստոսի արած գործը նսեմացնել, հայտարարելով, որ ինքը Աստծուց չի։ Մինչդեռ կույրը մինչև վերջ հաստատեց, համառորեն պնդեց, որ մեղավոր մարդ այսպիսի բան չէր կարող անել։ Դուք ասում եք մեղավոր է, ես չգիտեմ մեղավոր է թե չէ, բայց մեղավոր ինչպես կարող է մեկի աչքերը բացել, կամ մեղավոր մարդուն Աստված արդյոք կլսի, մեղավոր մարդու աղոթքը, խնդրանքը Աստված կկատարի արդյոք։ Եվ տեսնելով, որ չեն կարողանում նույնիսկ ես կույր մարդուն հակառակվել, ինչի համար, որտեղ ինքը տեսողություն ուներ, ինքը տեսնում էր բաներ, որ փարիսեցի հրյա վարդապետները, օրենսգետները, կրոնավորները չէին տեսնում, որովհետև իրենց հոգևոր կուրությունը իրենց վրա էր, չէր բացվել իրենց աչքերը։ Իրենք չէին եկել Քրիստոսին, որպեսզի իրենց աչքերը բացվեն եւ հոգևոր տեսողություն ունենան։ Այսօր մենք էլ շատ կարիք ունենք այդ հոգևոր տեսողության, որ հոգևոր իրողությունները ճանաչենք եւ այս աշխարհի իրողություններով դատողություններ չանենք։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, քիչ թե շատ ավել կամ պակաս գիտենք, որ նեղությունները, փորձությունները, վշտերը, տեսակ դժվարություններ, որ կյանքում կան, Աստված հաճախ այդ ամեն ինչը առիթ է դարձնում մեր փրկության, մեր զորացման, մեր հոգևոր աճի, որովհետև եթե մարդը փորձությունների միջով չանցնի, չի փրկվի, ասում են եկեղեցու հայրերը։ Եթե աշխարհի մեջ փորձություններ չլինեն, փրկվողներ չէին լինի։ Ուրեմն փրկության ճանապարհը, հոգևոր աճի ճանապարհը, մարդու կատարելության ճանապարհը նեղությունների, փորձությունների, վշտերի միջով է։ Սա հոգևոր օրենք է, սա հոգևոր ճշմարտություն է, անհերքելի,
Բայց արի ուտես, մեր վրա հենց գալիս են այդ վշտերն ու փորձությունները, մենք սկսում ենք Աստծուց խնդրել, որ Աստված մեզանից հեռացնի դրանք։ Ասում ենք Աստված ունենց արա, որ այս մեր գլխին եկած փորձությունները հեռանան, Աստված ունենց արա, որ այս մարդիկ գնան, այս որ մեզ նեղություն են տալիս, այս որ մեզ փորձության են ենթարկում, բա որ գնան մենք չենք աճի, չենք զորանա, չենք խրտվի։ Խնդրելու փոխարեն, որ Աստված մեր հոգու աչքերը բացի, որ Աստված մեզ զորացնի, որ մեզ հոգևոր շնորհներով օժտի, որ այդ ամեն ինչի միջով անցնենք, մենք ասում ենք այդ փորձությունը հեռացրու, հա, որ այլևս ուրեմն մենք հանգիստ լինենք։ Մարդու Ադամը ցավում է, անհանգստացումը նեղում է իրեն, մարդը սկսում է աղոթել։ Մեկն ասում է ինչ է եղել, ասում է Ադամս ցավում է։ Ասում է մի հատ ցավազրկող խմի։ Ցավազրկողը խմում է, Ադամի ցավը դադարում է, աղոթելն էլ դադարում է։ Հիմա այս կույրը, որ աչքերը բացվեց, ինքը սկսեց խոսել իրողություններ, ճշմարտություններ, և սա դուր չէր գալիս։ Ինչ արեցին։ Վերջում ասում վերցրեցին իրեն ժողովրդից դուրս հանեցին, վռնդեցին այդ կույրին։ Դուրս շպրտեցին։ Որտեղ այլևս իրենց նման չէր։ Քրիստոսն ինչ է ասում։ Ասում աշխարհը ինձ ատել է, ձեզ էլ ատել։ Որովհետև եթե դուք աշխարհից լինեիք, աշխարհը ձեզ կսիրեր։ Բայց միջավայր այս կույրին արդեն վտարեց, վանեց իրենցից։ Այստեղ էլ խնդիր կա։ Մենք ուզում ենք համ Աստծուց սիրված լինենք, համ աշխարհից սիրված լինենք։ Ուզում ենք, որ աշխարհը մեզ հարգի, պատվի, սիրի, համ էլ Աստծուն հավատարիմ լինենք, չի լինում այդպիսի բան։ Չի լինում։ Աշխարհի սերը հակառակ է Աստծուն ասում է։ Չի կարա մարդը համ աշխարհի մեջ սիրված լինի, համ Աստծու կողմից։ Հոգևոր կյանքը, եկեղեցու պատմություն, ավանդությունը ցույց է տալիս, ովքեր Աստծուց սիրված են եղել, ովքեր Աստծուն հավատարիմ են եղել, աշխարհի մեջ հալածված են եղել, անարգված են եղել, անտեսված են եղել, արհամարված են եղել։ Մենք այս բաները տեսականորեն գիտենք, բայց մեր կյանքում չենք կարողանում սրանք հետ համատեղվել կամ հանդարտվել կամ համաձայնվել։ Հենց այդպիսի մի երևույթ անում մենք սկսում ենք ընդվզել։ Եվ ինչը լավ, երբ որ դուրս նետեցին իրեն, Հիսուս մոտեցավ և լրիվ բացեց իր աչքերը, որտեղ իր աչքերը արդեն բացվել են, ինքը տեսնում էր, ասում էր մարգարե է, Աստծուց է, եթե Աստծուց չլներ այդ գործերը չէր կարող անել, եթե Աստծուց չլներ Աստված իրեն չէր լսի, Հիսուս հիմա եկավ ասում է, ճանաչում ես Աստծո որդուն, ասեց ով է որ ճանաչեմ թե, ասեց նա ով քեզ է խոսում ես, ասեց հավատում եմ և երկրպագիր Քրիստոս Հարիա իմերելով։ Եվ տուր մեզ համարձակաձայն բարբարով անորդ վերանս հայերով բարբարով և իսնավոր թայ երկել և ասել
Հայր է փառք իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից ամեն։
քաղցրության ձեռքս հոգևոր Իսնա վայել է սաղմոս և խորհրդություն Ալելույ և երկը հոգևոր Պաշտոնյան հանդերձ երկով սաղմոս ասացել և ըստեր հետի
ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա, Աղբանք եւ հույսավարտացելով Քրիստոս Աստված մեր Աղ եւ պահպանել Աստծո եկեղեցիս հայացնել հայրը մնաց աշխարհները սահմանները բանակը զինվորին հիշեցնել գերիներին Տեր Աստված Անկեղն ժողովների եւ քարների եկեղեցու միաբանության ուղղից խոտորվածների դառնալիքները Χριστός Άγια ημερών. Ορθιά και ρεβινή, σούφροφο, γευτάρ και χάου, και Χριστούς Χριστός, και